Դուք խոսեցիք արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի մասին, դա ինչ է։ Դա on-line հարթակի կայք է, որ մենք ստեղծել ենք ստարտափների համար, ուսանողների համար, նոր արարողությամբ զբաղվող հետազոտողների համար հնարավորություն է տալիս դիմել եւ գրանտային տարբերակով կամ սուբսիդիայի տարբերակով ստանալ հասանելիություն գերհամակարգչի։ Այսինքն իրանք այս հարթակի միջոցով իրանց անհրաժեշտ ծառայություն արհեստական բանականության Cloud ծառայության տեսքով իրենց տանը, համալսարանում, ընկերության ներսում ստանում։ Բայց եւ մեր ունեցած համակարգիչների եւ cloud-ի, այո, եւ համալսարանի համակարգիչը մենք կարող ենք հասանելի դարձնել եւ միջազգային ընկերությունների կողմից որպես cloud ծառայություններ, ինչպես նաեւ 27 թվականից Firebird-ի կողմից արտադրված հաշվողական ռեսուրսը։ Արհեստական բանականության call center-ը ինչի մասին է խոսքը։ Ցանկացած գերատեսչություն, որը ենթադրում է անձի ներկայություն հեռախոսազանգերին պատասխանելու ներառյալ թեժգից եւ այլն։ Անշուշտ լուծումը այլևս կա Հայաստանում, մարդը զանգեց, այդտեղ աշխատում է voice to text, ձայնից text տեխնոլոգիան, այնուհետև Mistral AI-ի ալգորիթմն է դրվում, այնուհետև սկսում է աշխատել տեքստից ձայն, text to voice տեխնոլոգիան հայերենով, որը այլևս իրականություն է, դա ստեղծված է, հետևաբար ամբողջ շղթան մենք փակում ենք, որտեղ է ստեղծված։ Տեխնոլոգիական ընկերությունների կողմից ալգորիթմը Այսինքն ինչ անում մեզ, որ հիմա նախարարություններում դա մենք տոր ենք մշակել գործակալության գործընկերների հետ, մենք մրցույթ պիտի հայտարարենք ընդհանրապես։ Առաջին փուլի համար որոշել ենք վտա նախարարության աջակցության ծրագրերը եւ հարթակ EM-ում արկա տեղեկատվության տրամադրումը քաղաքացուն այդ ամբողջը դնել AI-ի վրա։ Մենք վստահ ենք, որ կաշխատի դա։ Այո։ Կարծում եմ հիմա մենք հետեւյալ գործողությունը պետք է անենք։ Մենք պետք է նայենք մեր տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք այդ ստորաբաժանումներում ինչ բյուջե եւ ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու եւ այլ աշխատանքի պատրաստելու ուղղությամբ, որպեսզի նրանց ներգրավենք այլ ուղղություններով աշխատանքի։ Միշտ բոլոր գերատեսչությունների համար թվայնացում պետք է լինի առաջնահերթությունների ցանկում։ Այսինքն ես տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ որ մենք ասենք լավ եկեք թվայնացումը այլևս հանենք առաջնահերթությունների ցանկում եւ իրան դարձնենք սովորական պլանային ինչ-որ բան։ Այսինքն հիմա մեր արձանագրումը հիմա բանավոր պետք է ասել, որ չսպասենք, այսինքն ամեն վարքյան այդ աշխատանքը անի։ Բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջնահերթություններում թվայնացումը առաջնահերթություններից մեկն է պարտադիր։ Այսինքն չի կարող լինել տենց գերատեսչություն, որտեղ թվայնացումը առաջնահերթությունների ցանկում չի։